Նկատել ես, երբ քո եկամուտները մեծանում են, քո խնայողությունները մեկ է չեն ավելանում։ Դու սկսում ես ավելի շատ վաստակել, բայց փողը էլի չի հերիքում մինչև ամսվա վերջ։ Հոգեբանության մեջ սա կոչվում է Դիտրոյի էֆեկտ։ 18-րդ դարում ֆրանսիացի փիլիսոփա Դենի Դիտրոն նվեր ստացավ շատ թանկարժեք ու գեղեցիկ մի խալաթ, բայց հենց որ նա այն հագավ, տեսավ, որ իր սենյակի հին կահույքը չի համապատասխանում այդ խալաթի շքեղությանը։ Նա պարտքեր արեց ու փոխեց ամբողջ կահույքը, վերջում հայտնվելով աղքատության մեջ։ Այսօր մենք անում ենք նույնը։ Գնում ենք նոր հեռախոս ու հանկարծ պարզվում է, որ դրա համար պետք է թանկարժեք պատյան։ Գնում ենք նոր մեքենա ու սկսում ենք ավելի թանկ սրճարաններ հաճախել։ Մեր նոր գնումները ստեղծում են ծախսերի մի շղթա, որը կլանում է մեր բոլոր եկամուտները։ Մենք աղքատանում ենք ոչ թե այն պատճառով, որ քիչ ենք վաստակում, այլ որովհետև չենք կառավարում մեր էմոցիաները։ Տեսանյութի նկարագրության մեջ գրել եմ, թե ինչպես կոտրել այս շղթան։ Հետևիր էջին փողի հոգեբանությունը հասկանալու համար։